Երբևիցե մտածել եք, թե Աստվածաշունչը ինչպես է նկարագրում առաքինի կնոջը, առաքինի կին, ով կարող է գտնել, նրա գինը գոհարներից շատ ավելի է, նրա վրա վստահ է իր ամուսնու սիրտը և ավարի կարիք չի լինի, նա իր կյանքի բոլոր օրերին նրան բարիք կբերի և ոչ թե չարիք, նա բուրդ և քաթան կփնտրի և իր ձեռքի հոժարությամբ կգործի, նա վաճառականի նավերի նման է, նրա հացը հեռվից է բերում, նա տակավին գիշերով է վեր կենում և իր տան անդամների կերակուրն է տալիս ու իր աղախինների բաժինը, արտի մասին է մտածում և առնում այն, իր ձեռքի պտղից այգի է տնկում, իր մեջքը գոտևորում է զորությամբ և ամրապնդում է իր բազուկները, նա հասկանում է, որ իր առևտրի շահույթը լավ է, նրա ճրագը գիշերը չի հանգչում, նա իր ձեռքը մեկնում է իլիկին և իր ափով ճախարակը բռնում, նա իր ձեռքը պարզում է աղքատին և ձեռք մեկնում կարոտյալին, նա իր տնեցիների համար ձյունից չի վախենում, որովհետև ամբողջ ընտանիքը բրդյա կարմիր հանդերձներ է հագել, նա ծածկոցներ է շինում իր համար, նրա հանդերձը նուրբ գործվածք ու բեհեստ ծիրանի է, նրա ամուսինը ճանաչված է քաղաքի դարպասներում, երբ նստում է երկրի երեցների հետ, նա կտավ է գործում ու ծախում և գոտի է հանձնում վաճառականին, զորություն ու պատիվ են նրա զգեստը և ուրախ է հետագա օրերի համար, նա իր բերանը իմաստությամբ է բացում և նրա լեզվի վրա բարության ուսուցում կա, նա իր տան գործերն է հսկում և ծուլության հացը չի ուտում, նրա որդիները կանգնում են և երանելի են կոչում նրան, նրա ամուսինը ևս գովաբանում է նրան, շատ աղջիկներ են առաքինի եղել, բայց դու նրանց բոլորին էլ գերազանցեցիր, սուտ է վայելչությունը և ունայն գեղեցկությունը, այն կինը, որ երկյուղում է տիրոջից, կգովաբանվի, տվեք նրան իր ձեռքի պտղից և թող նրա արարքները գովեն նրան քաղաքի դարպասներում։